Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք պարոն Հայկ Մանասյանի հետ։ Հիմնադիր Ազատակարգ կուսակցության համահիմնադիր, բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչ։ Ողջույն եմ պարոն Մանասյան, շատ ուրախ եմ, որ այսօր մեզ հետ եք, շատ ուրախ եմ, որ զրուցելու եմ, որտեվ ակնկալում եմ հետաքրքիր զրույց ձեզ հետ։ Ձեզ հետ զրույցները բոլորի մոտ, բոլոր հարթակներում շատ հետաքրքիր են։ Ասեմ ձեզ, այո, ես միշտ լսում եմ եւ ինչ-որ բան այդտեղից դուրս եմ բերում ինձ համար։ Եվ այսպես բոլորին դեմ եմ մասնակցելու ընտրություններին կարծես թե, քանի որ ԿՀ-ում 3 անցկացվեց այդ գրանցման գուցե նախնական, այսպես ինչ-որ ընթացակարգեր, քանի որ 8 քաղաքական ուժերին տրվեց 48 ժամ փաստաթղթերը վերջնական կարգավորելու համար, բոլորին դեմ եմ այն կուսակցությունը, որը դուք եք ներկայացնում, որին դուք միացել եք, չկար այդ ցուցակում եւ ամսի 3-ին ուրեմն նորից այսպես ձևակերպումը բերեմ, առաջադրված կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը իրականացվելու է մայիսի 3-ին արտահերթ նիստում։ Եվ այսպես կարծես թե մասնակցում եք ընտրություններին։ Սա առաջին քայլն էր, այո, որ հաղթահարեց կուսակցությունը։ Մեկ թիմ դարձել եք։ Ոչ։ Մեկ թիմ չենք դարձել, որովհետև տարբեր գաղափարական, տարբեր հետաքրքրություններ, ճաշակներ, կարծիքներ ունեցող այսպես թիմակիցներից կազմված խումբ է, բոլորին դեմ եմ նախաձեռնությունը, եւ գիտեք, որ նախատեսվածը այս ընտրական գործընթացը կամ ավելի ճիշտ ասել, այս ընտրական փորձությունը հաղթահարելու համար, այնուհետև թե միասին կգնանք, թե տարբեր ճանապարհներով թե տարբեր ճանապարհներով նույն տեղը կգնանք, այդ արդեն ժամանակը ցույց կտա, բայց հիմա ավելի շատ ապակենտրոն, ավելի շատ այսպես ամեն մեկը իր ինքնությունը, իր դիմագիծը պահելով, բայց ընդհանուր համաձայնության գալով, որ պետք է արվեն փոփոխություններ եւ իրականացվեն արտահերթ ընտրություններ, չստացվելու դեպքում ուղղակի պետք է մանդատները դնել եւ մարդկանց հնարավորություն ստեղծել, որպեսզի քվեարկեն բոլորին դեմ։ Իմ անձնական, օրինակ, երբ որ մեր թիմակիցներից ամեն մեկի հետ խոսակ նույն հարցերը որ տակ, մոտ, բայց տարբեր պատասխաններ կստանաք։ Իրար մոտ կլինեն մտքով, բայց տարբեր պատասխաններ կստանաք։ Օրինակ, ինչպես ես կպատասխանեմ, հա։ 1,200,000 մարդ չի մասնակցում ընտրությանը։ Հաճախ ձայների փոշիացումից խոսողները մոռանում են այս թվի մասին։ Մեղադրողները, որ բոլորին դեմ եմ, թեկուզ բոլորին դեմի մասին չլինի։ Թեկուզ բոլորին դեմի մասին չլինի։ Երբ որ մենք խոսում ենք ձայների փոշիացման մասին, մենք մոռանում ենք, որ փոշիանում է քվեարկողների կեսի ձայները։ Այնտեղ նայում ենք, որ ընտրություններին մասնակցողների մեջ էլ այո ձայների փոշիացում կա, բայց այն որ 1,200,000 մարդ չմասնակցելով ընտրություններին, իր ձայնը ավտոմատ կերպով տալիս է առաջի տեղով գնացողին կամ երկրորդ, երրորդ տեղով, ովքեր որ ամենաշատը տալիս է առաջին տեղով գնացողին, սովորաբար դա իշխանությունն է։ Քիչ մասնակցայնության հաշվին ընտրացնում է, այսպես ասած, ավտոմատ կերպով առանց քվեարկելու իշխանություններին վերստին բերելով իշխանության, այս մասին չենք խոսում։ Բոլորին դեմ եմ, այս դեպքում հնարավորություն է ստեղծել, որ առաջին գնացեք եւ ընտրեք ում ուզում եք, ձեր քաղաքական համոզմունքներին համապատասխան։ Եթե չունեք նախընտրած տեխնացու, մի նստեք տանը, գնացեք եւ ընտրեք բոլորին դեմ եմ։ Մենք այդ մանդատները մեզանով չենք անելու։ Կամ լավագույն դեպքում պլան մաքսիմում 100 օրով լինելու ենք իշխանություն, գնանք նոր ընտրությունների, որոշակի փոփոխություններ իրականացնելուց հետո։ Կամ եթե չեղանք իշխանություն, մանդատները դնելու ենք եւ դուրս գանք։ Արդյունքում թողնելով իրականությունը որպես պատկեր, թե իրականությամբ, օրինակ Նիկոլ Փաշինյանը որ 24% ձայն ուներ փետրվար ամսին, то 30% դառնա մայիս ամսին։ Այդ 30%-ը ցույց տալով, որ 30% կամ 40% այդ քիչ են մասնակցում։ Եթե Հոլանդի ընտրություններում մարդիկ 50% մասնակցություն ցույց տային, այնպես ինչպես Հայաստանում են արվում սովորաբար, կամ ինչպես արվել է 21 թվականին։ Եթե Հոլանդի ընտրությունները Հունգարիայում Օրբանի Այ կներեք, ոչինչ, կապ չի։ Օրբանի ընտրությունները
Հունգարիայում 50% մասնակցայնություն լիներ, Օրբանը անցնելու էր, Օրբանը հաղթելու էր։ Բայց քանի որ 79%, այսինքն գրեթե 80% մասնակցայնություն եղավ, նա խայտառակ ձևի պարտվեց։ Մասնակցայնությունը որոշեց ամեն ինչ։ Ինչու մարդիկ այնտեղ գնացին մասնակցելու։ Որովհետև ունեին համբերահատ եղած հանրություն, որը բազմաթիվ անգամներ մեր մոտ այդքան լրատվականները դրան չեն անդրադարձել, բայց ամիսներով նույնիսկ մարդիկ ընդդիմության բողոքներ էին անում ու այս իշխանավարման, հատկապես այս վերջի տարիներին անընդհատ իշխանափոխության հրաժարականի պահանջով հանդես էին գալի։ Այսինքն այնտեղ հասունացել էր, այսպես ասած, հասունացել էր իշխանափոխությունը, պահանջում էին ընդհուպ մինչև հեղափոխական ճանապարհով եւ ընտրությունները հիմք դարձան, որպեսզի ինստիտուցիոնալ ճանապարհով իշխանափոխություն տեղի ունենա։ Բողոքը հասավ իր պիկին։ Մարդիկ բողոքը հասավ իր եւ մարդկանց ցանկությունը փոխելու իրանք միասնական էին այդ ցանկության մեջ։ Այո։ Մենք ունենք շատ են խոսում, կներեք այդ ձևակերպման, պառակտված հասարակություն։ Այստեղ գիտեք կարևոր հարցը բողոքը հասավ իր պիկին, այսինքն խնդիրը բողոքի մեջ է, թե խնդիրը քաղաքացիական ակտիվության մեջ է։ Եվ միասնականության այդ մեկ նպատակի շուրջ հավաքվելու։ Տեսեք, դուք ասացիք մենք մեկ թիմ չենք դեռ, որովհետև մեզ միավորել է մեր գաղափարը, դե դուք չասացիք, երևի ես պիտի հարցնեի, այսինքն մեկ գաղափարի, մեկ առաքելության շուրջ եք հավաքվել դուք, հիմա պատկերացրեք հանրությունը մեկ գաղափարի եւ մեկ ցանկության շուրջ հավաքվի։ Տեսեք, ընդհանրապես նորմալ հանրություններում լինում է բազմազանությունը, տենց չի լինում, որ մեկ գաղափարի շուրջ բոլորը հավաքվում են։ Դա լինում է կրիտիկական շրջաններում, Օրբանի օրինակն ենք հիմա քննարկում։ Կրիտիկական շրջանում է դա լինում։ Ենթադրենք, այդպիսի համբերահատ եղած ժողովուրդ չկա, լավ, այդ ժողովուրդը պիտի գնա քվեարկի, թե չէ։ Ժողովուրդ հանրապետություն ենք ուզում, ընտրական իրավունք ենք ուզում, էլի քաղաքական իրավունքներ ենք ուզում։ Պիտի դրա համար ներդրում անենք։ Դրա համար պետք է յուրաքանչյուր քաղաքացի ներդրում անի պետության կայացմանը։ Մինիմալ ներդրումը, խոսքը տնտեսական ներդրման մասին չէ, էլի քաղաքական ներդրումը։ Մինիմալ քաղաքական ներդրումը դա ընտրություններին քվեարկելն է։ Մինիմալ, դրանից պակաս ներդրում արդեն անթույլատրելի է։ Այն աստիճան, որ դուք ասացիք, որ ես նաև համահիմնադիր եմ հիմնադիր ազատակարգ կուսակցության, մեր նախաձեռնության մեջ, մեր սահմանադրության նախագծի մեջ հատուկ ընդգծվում, որ հանրապետականության հիմքը, այսինքն եթե թագավորություն չես ուզում, եթե չես ուզում դասակարգային խտրական այդպիսի քաղաքական խտրական հարաբերություններ, դուք պիտի մասնակցեք ընտրության, ընդհուպ մինչև դա կարա լինի պարտադիր կամ լինի խրախուսվող։ Քաղաքացին պիտի մասնակցի ընտրության այնպես, ինչպես պիտի հարկեր վճարի, այնպես, ինչպես պիտի ծառայի բանակում։ Այսինքն կամ պիտիներ, որոնք երաշխավորում են հանրապետության գոյությունը։ Հակառակ դեպքում չկա հանրապետություն։ Հակառակ դեպքում կգան մարդիկ իրենց ֆինանսներով այդ գործը կանեն, այսինքն 50%-ը, այսինքն 1.200.000 ընտրող, որ չի գնում ընտրությանը։ Նրանց փոխարեն մարդիկ կգան իրենց փոխերով, յուրայիներին կմոբիլիզացնեն իրենց փողերով։ Կանեն ինչ-որ բան, հետո 5 տարի այդ պետության տված բարիքները, օգուտները տանելու են իրենց տուն։ Եվ երբ որ դու հանդիմանես, ասես, ինչի ես դու թալանում երկիրը, նա ասելու է դու ով ես։ Դու ինչ կապ ունես այս երկրի հետ։ Ասում ես ես երկրի քաղաքացի եմ, ասում եմ ինչով է դա արտահայտվի։ Ոչ թե ինչ ունես երկրի համար արածը, այտենց բաներ անհեթեթ է, էլի այդ տեսակ խոսիթը։ Դու մասնակցել ես ընտրությանը, այո կամ ոչ, այդ մինիմումն է։ Դու տեխնատություն ներկայացրել ես ընտրությանը, այսի արդեն ավելի բարձր քաղաքական իրավունքներից է, դրանց ռեալիզացիայից է։ Դու քաղաքական միավորումների մեջ, պետությունն ինքնին քաղաքական միավոր է։ Այն որ դու կուսակցական չեք, չի նշանակում դու քաղաքական միավորի մաս չեք, ունեք կապույտ անձնագիր։ Այդ դա նշանակում է, որ դուք պետություն, քաղաքական միավորի քաղաքական ներկայացուցիչ եք։ Հիմա, եթե դուք այդքան տեղ հասկանաք, որ դուք արդեն քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ եք, աշխարհի մասշտաբով, դերևս ամենակայուն առումով, հարատևության առումով ամենամեծ քաղաքական կազմակերպություն դա պետությունն է։ Ավելի մեծ քաղաքական կազմակերպություններ կան, ասենք Եվրամիությունը, բայց դրանք հարատևության առումով հələ պիտի ցույց տան իրանց կենսունակությունը կամ մի օր վերածվեն հենց պետության։ Ահա դու քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ, դու այդ քաղաքական կազմակերպության բարիքներից օգտվելու համար պետք է ներդրում անես։
Եվ էսա Գիտակցության վրա եք շեշտը դնում մարդու հակառակ դեպքում մարդիկ իրենց փողերով, մասնավոր փողերով կգան կամ իրենց թիմային ադմինիստրատիվ լծակներով կգան եւ համ ձեր փոխարեն այդ գործը կանեն, համ էլ դրա բարիքները կտանեն իրենց թիմային այդպես եղել է Հայաստանի Հանրապետություն գրեթե միշտ հենց այդպես էլ եղել է 19 քաղաքական ուժ են, ասում են փոշիացված ձայներ, այո, ոչ միայն բոլորին դեմեմի մասին է դա խոսվում, արդյոք դա չի նշանակում փոշիացված ձայներ, այո, մարդիկ կգնան, ասենք թե, եւ 19 դե չգիտեմ քանիսը կմնան այս 48 ժամից հետո ում փաստաթղթերը կգրանցեն, չէ, դեռ գրանցված չեք, ամսի 3-ից հետո պարզ կլինի, բայց պատկերացրեք մաս ձայներով Եվ ինչ կմնա պատասխանը անցած ընտրությունների օրինակով բերեմ միջև 250,000 ձայնափոշիացե ընտրություններին մասնակցողների շրջանում այսինքն 250,000 քվե ընտրության մասնակցողի գնացել է այն կուսակցությունների որոնք 5% շեմը չեն հաղթահարել եւ չեն անցել պարլամենտ սա անունը դրել են փոշիացում 250,000-ից ոչ ավել ժողովուրդ այդ նույն 21 թվականի ընտրություններին 1,200,000 քվե փոշիացելը ընտրություններին չմասնակցելու հիմքով հիմա եկեք տեսնենք փոշիացումը որն է փոշիացումը այն էր որ այդ 200-250,000 ձայնը չդարավ մանդատ պարլամենտում թե փոշիացումն էր որ այդ 1,200,000 ձայնը Այս մնացած ուժերին թեկուզ 5%-ը բարիերը հաղթահարելու հնարավորություն չտվեցին։ Իրական փոշիացումը որն է, մենք գլխավորը երկրորդականից պետքա զանազանենք։ Այո, առաջին հայացքից թվում է դե մի քիչ հեռու է այն 1,200,000-ը, դից ոնց որ չենք տենում, բայց եկեք մի քիչ ավելի մանրամասը վերլուծենք, էլի, այդ մեր սոնոգրաֆիայի դաչիկի տակ մի քիչ ավելի խորը նայենք։ Այնտեղ շերտեր կան, որոնք բուն հիվանդության իսկական խորությունն ու մասշտաբներն են ցույց տալիս։ Դուք ասում եք այդ մարդիկ, այդ 1,200,000-ի մասին եք խոսում, ովքեր չեն ուզում գնան ու չեն ուզում գնան, որովհետև այդ պիկը չկա, պիկի մեջ չեն, այդ համոզմունքը չունեն, որ կարող է իրենց գնալով ինչ-որ բան փոխվի, հիասթափված են, չգիտեմ, ինչ են, այդ ամենը կարելի է ձևակերպել որպես եթե դուք չեք հավանում կամ չեք վստահում նրան, ինչ այսօր կա, եկեք ձայնը տվեք բոլորին դեմեմին, քանի որ մենք գալիս ենք փոխելու այն ինչը այսօր կա, որը ձեզ դուր չի գալիս։ Ես հազրենք չի ստացվում փոխել։ Հարցնում եմ, ինչ է անում, իմ հարցը, ես դա ձևակերպեցի, բայց ձեր փոխարեն դուք կարող եք ասեք այո ոչ, բայց հարցը ձևակերպեմ։ Գալիս եք, մասնակցում եք ընտրություններին, ինչի համար այդ 1,200,000-ը ինչ պետք է հիմա լսի ձեզանից։ Պլան մինիմում Երբ որ այդ 1,200,000-ը մասնակցում է, Նիկոլ Փաշինյանի 30%-ը չի դառնում 60%։ Սա մեկ։ Ու ամենամեծ քայլը, որ հնարավոր է անել, սրանից մեծ քայլ այս պահին որևիցե քաղաքական ուժ չի կարա իրատեսական, արագ ու շոշափելի ցույց տալ։ Եթե այդ մարդիկ մասնակցում են, Նիկոլ Փաշինյանի 24-ից 30%-անոց ռեյտինգը չի դառնում 50-ից 60%-անոց կամ 65%-անոց մանդատ իշխանություն Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն նրանք նախապես պետք է այնուամենայնիվ Փաշինյանին դեմ եղողները լինեն, ճիշտ է, ոնց հասկացա։ Ոչ, նրանք պիտի ճշմարտությանը կողմ լինողները լինեն։ Ուզում են թող գնան Փաշինյանին ընտրեն։ Լավ, ճշմարտությունը դու ուզում ես, թե չես ուզում։ Մի օր է պետք մասնակցես ճշմարիտ պատկերը ցույց տալու համար։ Ու դա քո քաղաքացիական, եթե կուզեք, չեմ ուզում այդ պատասխանատվության տակ է։ Դա քաղաքացիական ընդհանրապես հանրապետականության հետ կապված կոչվում է քաղաքացիական առաքինություն։ Ուրեմն այդ հանրային բարիքի մասնակցությանը քաղաքացու ուրեմն աշխուժությունը պատասխանատվությունը կոչվում է քաղաքացիական առաքինություն։ Բանակ ծառայելը դա քաղաքացիական առաքինություն է։ Հարկերը վճարելը քաղաքացիական առաքինություն է, ընտրություններին մասնակցելը քաղաքացիական առաքինություն։ Այսինքն sense հանրապետականության գաղափարի մեջ ռեսպուբլիկանիզմի մեջ մեր կողմերում լսված չի։ Մեր կողմերում ռեսպուբլիկանիզմից մենակ դեմոկրատիա բառն է մնացել, այն ամբողջ կոնստրուկտը չի խոսվում։ Դրա մեջ էդի նշտը դու պետքա մասնակցես։
հնարավոր չի չմասնակցել ու ունենալ հանրային բարիք, անհնար է։ Դե խռովել են մարդիկ, ասում են Լսեք, խռովել են, բայց օգտվում են, չէ՞ մարդիկ այդ պետությունից, գնում են թոշակ են ուզում, չէ՞, պետությունից, առողջապահություն են ուզում, չէ՞, անվտանգություն են ուզում, չէ՞, լավ կազմակերպված, չգիտեմ, փողոց են ուզում, ասֆալտ են ուզում, դպրոց են ուզում, կրթություն են ուզում։ Ոչ միայն ուզում են, այլ ինձ երեխաներին դպրոց են տանում, այդ ամենից չեք մասնակցում, այդ ո՞նց է ձեզ գալի, լուստից է իջնում։ Ում ջանքերով է դա գալի, դուք չեք մասնակցում այդ պետության կարևորագույն, ոնց որ օլիմպիադան սպորտում 4 տարին մեկ, այնց մեր սահմանադրությամբ 5 տարին մեկ էդի օլիմպիադա է, համապետական, որտեղ յուրաքանչյուրը ունի մասնակցայնության, այսպես ասած, պատասխանատվություն, էլի եմ ուզում ասեմ, անհրաժեշտություն, բայց եթե դուք չեք մասնակցում, ժողովուրդ ջան, ով պետք է գա ձեզ համար քաղաքականություն տա, լավ իշխանություն տա, ներկայացվածություն տա ձեզ պարլամենտում, ով պետք է անի դա։ Լավ, մենք խոսեցինք 1.200.000-ի նրանց, ովքեր տանն են մնալու, բայց նա չէ միայն ձեր ընտրազանգվածը, միայն իմ համար նրանք չեն, իմ ովքեր խնդիրը չեն ուզում գան, գնացողներն էլ պետք է գնան եւ ձեզ ձայն տան, ճիշտ է։ Իմ խնդիրը, ես իմ անունից եմ խոսում հիմա, կամ կարող եմ ասել հիմնադիրների անունից եմ խոսում։ Մեր խնդիրը այդ ընտրություններին չմասնակցող մարդկանց հրավիրել ընտրատեղամաս։ Ես ինքս իմ մեջ շատ քիչ հավանական եմ համարում, որ բոլորին դեմը կվերցնի, չգիտեմ, այնքան տոկոս ձայն, որ ինքը իշխանություն կձևավորի, այսինքն վարչապետ կներկայացնի կառավարություն։ Ես հավանական եմ համարում, բայց էլի մեծ հավանական է, որ ինչ որ կամ փակուղու իրավիճակում արդեն ընտրություններից հետո միգուցե բոլորին դեմին վստահեն իշխանությունը 100 օրով արդեն պարլամենտ անցած ուժերը։ Սա էլ եմ հավանական համարում, բայց ամենամեծ հնարավոր սցենարը ինձ համար դա այն է, որ մենք 4, 5, 6, 7%-ով անցնելու ենք պարլամենտ եւ մանդատները դնելու ենք։ Սա ամենահավանական սցենարն է, պլան մինիմում։ Էս է իմ պատկերացումը եւ ստեղ ինչով ես դու երկրին օգուտ տալի, որ այն մարդիկ, ովքեր չէին գնալու ընտրության, դու քո շահը, այդ մանդատի տված բարիքը, այդ մանդատից բխող արտոնություններից հրաժարվում ես, դնում ես այդ մանդատը, այդ խոստումով, ասում ես, խնդրում եմ, ես քեզ չեմ խափի, բոլորին դեմն ես, ինձ էլ ես դեմ, հարց չկա, ես չեմ դառնա քվեով падգամավոր, արի քվեարկի բոլորին դեմ եմ, որտեղ չկա այդպիսի քվեաթերթիկ։ Մինչև 2005 թիվը եղել է բոլորին դեմ եմ քվեաթերթիկ։ 2005 թվականից հետո չկա այդ քվեաթերթիկը։ Հիմա մենք ներկայացրել ենք ամսի 3-ին վերջնականապես կհայտարարեն, որ այլևս Հայաստանում կա այդ քվեաթերթիկը։ Եկեք այդ քվեաթերթիկին ձեր ձայնը տվեք, տանը մի նստեք։ Թող իրական պատկերը իշխանության, իրական համամասնությունը, այս համամասնական ընտրություններում թող երևա։ Ոչ թե դուք տանը նստեք, քաղաքականապես ակտիվ կամ, չգիտեմ, թայֆայականությամբ ոգևորված այն մնացած մասը գնան ու իրանց ուզած տեխնացուներին անցկացնեն, վերջում էլ ասեն լեգիտիմ ենք։ Պարոն ասեն, ձեզ լսողը առաջին այդ նպատակը կարծես թե ոնց որ թե պարզ դարձավ կամ գուցե միակ նպատակն է։ Դա ամենահավանական իրագործելի սցենարն է։ Հասկանալի է, առաջին նպատակը դուք ասում եք իմ նպատակն է ցանկություն չունեցողը, որն ասում էր չեմ գնալու, մեկա չեմ գնալու, մեկա բոլորին դեմ եմ, նրան դուրս բերել եւ ասել արի քվեարկի բոլորին դեմ եմ կուսակցության համար, ես մտնում եմ ազգային ժողով եւ մանդատս վայր եմ դնում։ Սա նպատակ էր առաջին։ Ձեզ լսողը կասի չեմ հասկանում, տամ գնա մանդատը վայր դնի, ինչ հետո, այդ հետոն հիմա ասեք։ Իմաստը ձեր ազգային ժողով մտնելու, իմաստը այս ճանապարհը անցնելու։ Իմացը այդ 1,200,000 ձայները ավտոմատ կերպով իշխանություններին կամ այն մյուսներին, ովքեր չտալն է։ Ավտոմատ կերպով թույլ չտալ, որ ձայն, այո, դա գիտեք, որ թղթերով դա կեղծիք չի, թղթերով դա սահմանադրությամբ դա ճիշտ է։ Բայց ողջամիտ բանականությունն ասում է, չէ, ոնց կարա 2 միլիոն ենթադրենք 400,000 կամ 2,500,000 մարդ ընտրող լինի, նրանցից 1,100,000-ը գնա, ինչ որ բան որոշի ու ասենք 24%-անոց ռեյտինգ ունեցող ուժը իրան համարի բանը մեծամասնություն։ Բարի, հաջորդ այնուամենայնիվ նպատակ առաջինը դա էր, ես որքան գիտեմ
կա նաև իր նպատակ 2 մտնում եք ազգային ժողով, այդ 100 օրվա մասին արդեն մի քանի անգամ ասեցիք, բայց ձեզ լսողը մինչ այժմ չհասկացավ, այդ ինչ 100 օր է, հաջորդիվ ինչ է կանելու։ Իսկ ինչ, եթե այնքան մեծ ձայն են տալի, կամ ազգային ժողովում որևիցե ուժերի խմբավորում չի կարողանում վարչապետ ընտրի եւ խնդիրը առաջանում օրինակ երկրորդ փուլ գնալու։ Մեր ժողովուրդը դրա մասին տեղյակ չի, օրինակ եթե այս ընտրությունների արդյունքում վարչապետ չընտրվեց, ոչ մեկի ձայները չբավականացրեց, լինելու է նորից 1 ամիս հետո ամբողջ պետությունով մեկ նորից քաղաքացիներ պետք է գնան եւ ընտրեն արդեն 2 ուժերի մեջ ով պետք է դառնա վարչապետի ով պիտի ներկայացնի վարչապետին եւ կառավարությունը, գիտեք սրա մասին։ Մեր ժողովուրդը սրա մասին տեղյակ չի, որ մեկ դեռ չի եղել հանրապետ նման նախադեպ Հայաստանի Հանրապետությունում դեռ չի եղել։ Բայց այսպես է, եթե պարլամենտ անցած ուժերից ոչ ոք չկարողացավ վարչապետ ընտրել, ավտոմատ 1 ամիս հետո նորից ամբողջ երկրով մեկ լինելու են այսպես կոչված վարչապետի կուսակցության ընտրություններ։ 2 հիմնական ուժերը առաջի 2 տեղով նրանք գնալու են նոր ընտրությունների։ Եթե սենց սիտուացիա լինի, մենք ինչ ենք ասում։ Ասենք այս դեպքում 2 կողմերին էլ, ովքեր առաջարկելու են հետևյալը. տվեք մեր տեխնացուն, դառնա վարչապետ 100 օր հետ 3 ամսվա ընթացքում, այսինքն 100 օրվա ընթացքում իրականացնենք ընտրակարգի փոփոխություններ, այսինքն ընտրական շեմը իջացնենք 1%, սրա մասին առանձին կարելի է խոսալ, բոլորին դեմ քվեաթերթիկ դնենք, սրա մասին առանձին կարելի է խոսալ, եւ պետքա այդ կայուն մեծամասնության դրույթը հանել, որպեսզի այնուամենայնիվ կոնսենսուսային կառավարություններ լինեն, ոչ թե այդպես աճպարարությամբ ձևավորող կառավարություն, թվաբանական աճպարարություն է տվյալ դեպքում։ Այս փոփոխությունները անելից հետո 100 օր հետո հռչակում ենք նոր ընտրություններ ու գնում ենք արդեն այլ ընտրակարգով նոր ընտրությունների։ Այսինքն ժամանակավոր կառավարություն ենք ուզում։ Այս դեպքում մեր կառավարությունը մասնավորապես վարչապետի տեխնացուն հրաժարվում է մասնակցել նոր ընտրություններին, այսինքն ինքը իրոք որպես ժամանակավոր տեխնացու վարչապետ 10 տարի դուրս է գալի նշանակովի եւ ընտրովի պաշտոններ ստանձնելու հնարավորությունից։ Դուրս է գալի նոր ընտրություններով արդեն էլի նույն ուժերը, բայց արդեն հատկապես պետական մեդիան, մամուլը այդպես ուղղորդված միակողմանի չի լինի։ 1%-ի անսումային շեմը թույլ կտա, որ շատ հանրային գործիչներ, քաղաքական գործիչներ, ովքեր չունեն մեծ ֆինանսական, մեդիա, նույնիսկ կադրային ռեսուրսներ կկարողանան անցնել պարլամենտ, ներկայացնել ժողովրդին։ Սա բոլորին դեմ եմ քվեաթերթիկն էլ թույլ կտա, որպեսզի մարդիկ միշտ, եթե բոլորին դեմ են, արտահայտեն իրենց անհամաձայնությունը եւ դրանով իսկ հնարավորություն տալով, որ վիճակագրությունը ճիշտ լինի, որ բոլորին դեմ լինելու դեպքում գնան ընտրության եւ չպատճառաբանեն, որ մեր քաղաքացիական пассивությունը գալիս է նրանից, որ մենք բոլորին դեմ ենք։ Բոլորին դեմ ենք, դրա համար չեն գնում ընտրության։ Սա էլ այդ տարբերակը։ Բայց կրկնում եմ, այս սցենարը ինձ համար քիչ հավանական է թվում եւ խիստ հավանական է թվում այն սցենարը, որ մենք կարող ենք անցնել պարլամենտ եւ դրանով իսկ հնարավորություն տալ մարդկանց քվեարկել բոլորին դեմ եմ քվեաթերթիկի օգտին։ Դե ճիշտ ասեցիք հավանականության տեսակետից, որտեղ մի միլիոն հատ հարց կար, եթեից սկսած, վերջացած նրանով, որ Փաշինյանը տենց հոժար կամքով հանձնելու է ձեզ այդ հնարավորությունն է տալու։ Ես գիտեմ կներեք, մի միլիոն տենց հարցեր։ Ես այդ ձեր բոլոր այդ մի միլիոն հարցերին վրա մի միլիոն էլ պատկի լավ 500,000-ը դուք հիմա կներկայացնեք, կեսնա ես կներկայացնեմ։ Փաշինյանի ֆակտորը վերցնենք, գործողություններ ամեն ինչ, ես շարունակենք։ Դե կարելի է Փաշինյանի ֆակտորի վրա խոսալ, բայց սա մտավարժանք է, օրինակ Փաշինյանը հենց առաջի փուլով եթե չընտրվեց, դա արդեն իշխանափոխություն։ Թույլ եք տալիս այդպիսի բան հնարավորություն։ Եթե մասնակցայնությունը մեծ լինի, այո, եթե լինի 80% մասնակցայնություն, Փաշինյանը չի կարող առաջի փուլով ընտրվի։ Անհնար։ 80-ը շատ ասեցիք, ենթադրում եմ, որ էլի ասեցիք։ Նվազագույն հնարավորը, որը կարող է լինել, որ ձեր ասած տարբերակը լինի։ 80 դե պարզ է, որ մենք 80 չենք ունեցել երբևիցե։ Դա 65% լինի։ 60-65։ 60-65% ընտրություններ մեզ մոտ եղել են։
օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ, եթե չեմ սխալվում։ Բայց սրանք ուրիշ թվեր են, էլի, սրանք են լցոնածնա, սրանք են մարդկանց այսպես համոզելով ավտոբուսներով ընդրատեղամաս տարածնա, էսի այդ դեպքում մեծ մասնակցայնության համար պետք է լինի օրենքով, նախ սահմանադրությամբ հիմնավորված, օրենքով էլ հաստատված պարտադիր, ոնց որ հարկերն են, ոնց որ զինվորական ծառայությունն է, այդպես էլ ընտրություններին մասնակցելը պետք է լինի պարտադիր։ Չի կարա ընտրությունների այսինքն ինչա, տնտեսական մասնակցայնությունով հարկերն է, չէ՞, անվտանգությանը մասնակցայնությունով։ Դրանք հանրային բարիքներ են, չէ՞, ընդհանուր հանրային բարիքներ։ Բայց քաղաքական ընտրությունն էլ Կա երկրներ, որոնք տուգանք են նշանակում մարդկանց, ովքեր չեն գնացել ընտրությունների։ Այդ երկրների հետ ես գործ չունեմ։ Այդ երկրներում հազարներով մտածող եղել է երկիր։ Այդ երկրներում ինչքանով է քարոզվում հանրապետականություն, ես չգիտեմ։ Ես խոսում եմ ռեսպուբլիկանիզմի քարոզի մասին։ Մենք ընդհանրապես հիմնադիր ազատակարգ մեր միավորումով մենք ինչ ենք հիմնական ներկայացնում։ Ժողովուրդ է, դեմոկրատիա, լսել եք, սիրուն բառը լավ է, չի աշխատում։ Թերիա, այսինքն դրա վրա պետք է ավելացնես մի ամբողջ համակարգ, որպեսզի դեմոկրատիան աշխատի։ Ու տա պրոդուկտ, ու այդ պրոդուկտը լինի բոլորի համար կամ յուրաքանչյուրի համար արդյունավետ, օգտակար։ Թե չէ, եթե համակարգից հանում ես տակը թողում ես միայն դեմոկրատիան, արդյունքում ստացվում է, որ դասարանը հավաքվում է, գերազանցիկները միշտ փոքրամասնության մեջ են, ոչ գերազանցիկները իրանց ճաշակով ընտրում են դասարանի ավագ կամ ընտրում են թե ով պետք է գնա օլիմպիադային մասնակցի, իրանց ճաշակով, իրանց ընկերների միջից, արդյունքում այս դասարանում միշտ գերազանցիկները զրկված են օլիմպիադային մասնակցելուց, ասենք, չգիտեմ, դրսում, հա, իրենց գիտելիքները օլիմպիադաներում դրսևորել, եւ օլիմպիադաների են գնում միշտ այս ոչ գերազանցիկների միջից ընտրվածները, որոնք միշտ պարտություն են արձանագրում եւ գալիս են դասարան վերադառնում են, ասում դե կներեք պարտվեցինք, երևի ճիշտ է օլիմպիադաներին չմասնակցելն է։ Ահա Պարոն Մանասյան, դուք ասացիք, որ փոփոխություններ ընտրական օրենսգրքի մեջ, որ մտնեք անելու եք։ Դա հետաքրքիր էր եւ այն ինչ հիմա դուք ասում եք, փաստորեն ես պետք է հարցնեմ, ինչպես կարելի է հասնել դրան, ու առաջին հարցս այս գոնե, եթե ձեզ այս հնարավորությունը տրվի, այսինքն դուք նվաճեք այս հնարավորությունը, ունենաք այս հնարավորությունը, սրանով գոնե այս փուլով փոփոխություններ ընտրական օրենսգրքի մեջ դա եք ուզում անեք, ճիշտ է օրենքի մեջ։ Դրանով ինչ որ քայլ կարելի է դնել, թե դա այն ինչ դուք ասացիք շատ վերացական է։ Այդ ինչ կա, այդ փոփոխությունը եւ այլն, ես անկեղծ ասեմ, դա շատ վերացական է։ Շատ վերացական է։ Ավելին դրանով մեր երկրի հարցերը չեն լուծվելու, ոչ էլ կարծում եմ դրանով նոր ստարտ է լինելու, հա, եթե անկեղծ։ Մեծ խնդիրս հետեւյալն է։ Ես հիմա ներկայացնում եմ իմ համոզմունքը այս ամեն ինչին, որտեղ մենք համաձայնության եկել ենք, որ պետք է արվի այսպես, բայց այդ համաձայնության մեջ հավանականությունը տարբեր ձև է բաշխվում։ Օրինակ, մեր ընկերների մեջ կա մարդ, որ ասում է մի տարբերակն է ինձ հետաքրքրում, միայն հաղթանակի տարբերակը, որտեղ մեր վարչապետի տեխնացուն եւ մեր կառավարությունով մենք իրականացնում ենք այդ 100 օրվա ծրագիրը եւ նոր ընտրություններ են գնում։ Մնացած սցենարները ասում են, օրինակ, մեր ընկերներից ասում են, ես չեմ ուզում քննարկեմ։ Դա կոչվում է մաքսիմալիզմ։ Ես չեմ ուզում քննարկեմ այդ ծրագիրը, այդ սցենարը, հատկապես մեր ներկայացուցիչները, մեր ընկերները ձեզ կհյուրընկալեն, մանրամասը դրա մասին կասեն։ Ես եկեք իմ ժամանակը ծախսեմ ժողովրդին բացատրելու համար, որ 1.200.000 ձայն գնալու է, դառնալու է, ոչ թե կորի դառնալու է Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի ձայն։ Կարճ կողքն իմ հաշվարկներով դա դառնալու է Նիկոլ 1.200.000 մարդ ընտրություններին չմասնակցելով իրանց ձայնը տալիս են Նիկոլ Փաշինյանին, մի փուճուր մասով էլ տալիս են Սամվել Կարապետյանին։ Ահա, դե հիմա նստեք ու մի գնացեք մասնակցեք։ Դա ձեզ համար նախընտրելի է, դուք գիտեք ժողովուրդ ջան, դուք այն Աստված այն ձեր խիղճը։ Ինչ կլինի, հա, մտածելով։ Դուք գիտեք։ Իսկ եթե այնուամենայնիվ դուք հասկանում եք, որ ավտոմատ ձեր ձայնը գնալու է Նիկոլ Փաշինյանին առաջի հերթին, ինչ որ չափով Սամվել Կարապետյանին եւ այսպես են մնացածին, ուրեմն իմացեք, վեր կացեք, եկեք, քվեարկեք բոլորին դեմ է, մենք ոչինչ չենք անելու այդ մանդատները։ Մենք արդյունքում թողելու ենք մի վիճակ, որտեղ ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որևիցե մեկը
նույնիսկ իր սատելիտներով, այսպես ասած, ներողություն ես խոսքի համար, չեն ձևավորելու իշխանություն, միանձնյա չեն ձևավորելու, եւ արդյունքում սկսելու է բալանսը, հակակշիռները, իսկ բալանսը արդեն ով է օգտվելու է ժողովուրդը, երկիրն է օգտվելու, ավելի լավ բանը նես չի, որ միանձնյա եղավ, որ հիմա Նիկոլ Փաշինյանին կարգեցինք թագավոր, կամ Սամվել Կարապետյանին կարգեցինք թագավոր, Հայաստանում լավ է լինելու, լավ չի լինելու, սենց տենես լավ չի լինելու, դրա մասին եկեք այդտեղ կանգնենք եւ ես մեջբերեմ ձեր այլ ձևակերպում, որովհետեւ շատ ծանր ձևակերպում էր, լավ չի լինելու, բոլոր դեպքերում լավ չի լինելու, ասեցիք դուք հիմա։ Դուք ասել եք հետեւյալ, մի քիչ այսպես նոսրացնեմ, էլի։ Դուք ասել եք, որ խնդիրների, ձեր, չգիտեմ, լայվերից մեկն էր։ Մի խոսքով ասել եք, խնդիրների ակունքը ո՞րն է, իմ հարցն է, որովհետեւ դուք ասում եք, պրոբլեմների ակունքը ոչ միշտ է լինում իշխանությունը, եւ խոսքը տվյալ դեպքում չի գնում Փաշինյանի մասին։ Դուք ասել եք, մենք ունենք ուրիշ ակունք խնդրի։ Դե հիմա շարունակեք, մի քիչ կարողացա, չէ՞, մի քիչ բանանել։ Տեսեք ոնց է լինում, պետությունները ձևավորվում են, էլիտաներն են ստեղծում պետություն, բայց էլիտաները դուրս են գալի ժողովրդի ծոցից։ Նման երկունքի շրջաններ, դրանք ազատագրական պատերազմներն են եւ հեղափոխություններն են։ Ոչ ոք հանգիստ այսպես տունը նստած, երբ որ ոչ մի բան չի սպառնում իր եւ իր ընտանիքին, ոչ ոք պետություն ստեղծելու մասին կամ այնտեղ առանձնակի չի մտածում։ Դա այդ միտքը գալիս է ամբիցիաներ ունեցող էլիտաների մոտ կամ ամբիցիաներ ունեցող ժողովրդի մոտ։ Ժողովուրդի իր ամբիցիաները էլի եմ ասում, իր էլիտաներով արտահայտում։ Մեզ մոտ ամբիցիոզ լինելը վատ բան է համարվում, հավակնոտ լինելը վատ բան է, բայց չկա հավակնոտություն, չկա երկիր եւ պետություն, կան սրա նրա ձեռքի տակ ապրող ինքնավարություններ, կրոնական, ազգային, մշակութային փոքրամասնություններ, որպեսզի լինել պետություն, պետքա լինել ամբիցիա։ Այդ ամբիցիան ունեցողները հեղափոխություններով, երբ որ իրենց գեղեցողներին տապալում են, կամ ազատագրական պատերազմներով, երբ որ իրենց ովքեր որ այսպես նվաճել են կամ գաղութացել են, նրանց հաղթելով ձեռք են բերում անկախություն կամ նոր հասարակարգ, հեղափոխությունների դեպքում նոր հասարակարգ են ձեռք բերում։ Այս պայքարի ճանապարհին բնականորեն սելեկցիա է ալնում էլիտան, ով պիտի առաջնորդի իր ժողովրդին։ Նրանք իրար հետ ծնող զավակ հարաբերության մեջ են, էլիտան զավակն է, ժողովուրդը ծնողը։ Միշտ էլիտան զավակն է, ժողովուրդը ծնողը։ Հաճախ շփոթելով ասում են ու զավակը իշխում է ծնողների հանրությանը։ Ոնց որ կոպիտ ասած, հաշվեք ծերանոցում, ոնց են, կամ ավակ զավակն է իշխում, էլիտան է իշխում։ Միշտ հաշվի նստելով հանրության ժողովրդի հետ։ Հիմա այդ պատերազմների եւ հեղափոխությունների մեջ ձևավորվող էլիտան հիմնում է այն կարգը, որով նրանք պետք է ապրեն հետագայում։ Այդ կարգը կարա թղթի վրա գրանցված լինի, կարա թղթի վրա գրանցված չլինի։ Այդ կարգը հիմնելուց հիմնվում են անցյալի պապերի կամ չգիտեմ աշխարհի մեծագույն մտածողների գաղափարների վրա, ավանդույթի վրա եւ այլ եւ այլ։ Ասենք երկպալատ պարլամենտը ամերիկացիներ հենց Բրիտանիայից անկախացել են, Բրիտանիայից էլ վերցրել են։ Ուզում ասեմ դա վերցնում են, ինչքան լավ բան գիտեն, ձևավորում են, հետո ժամանակը փորձության է ենթարկում այդ կարգը, այդ կարգով, այդ ժողովուրդը իր հիմնադիր հայրերով այսպես ասած, կենսունակ են, թե ոչ։ Մեր 90-ականներին ձևավորված կարգերը մեր էլիտաների կողմից հիմնադրված, զարգացված կամ չզարգացված 30 տարի անց ցույց տվեց իր ոչ կենսունակությունը, դատապարտվեց կործանման, ամեն բան, ինչքան ուզում եք հիմա մահախոսականներ ասեք, այս կամ այն գաղափարի, այս կամ այն շարժման օգտին, մենք, մեր հիմնադիրները, իրանց դրած կարգը չի աշխատել, հիմա, հիմնադիրը դուրս է գալի ժողովրդից, որովհետև ժողովուրդը պիտի լսի ու հասկանա ինչ է ասում ընդեղ, որովհետև ընդեղ էլ մրցակցություն կա,
էլիտաների մեջ էլ մրցակցություն կա ու այստեղ ժողովուրդը նայելով պիտի իմանա ում է ժառանգում իր մանդատը իր քվեն ում է տալի թեկուզ ժամանակավոր 4-5 տարով նա պիտի տենա ու որ ուղղությանն է մեր ժողովուրդը մենք դրսից խնդիրներ կան ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների համար մենք եւ մեր էլիտաները այսինքն մենք ժողովուրդս ակունքն ենք մեր խնդիրների առաջինը մեր քաղաքական հասությամբ եթե ես անկեղծ խոսեմ մեր քաղաքական չեք պատկերացնում ինչ մակարդակի անհասությունը մեզ բերել է այս վիճակին ու մենք այս ընթացքում փոխանակ ավելին ու ավելի կարդայինք ավելի ու ավելի վերլուծեինք մենք ավելի ու ավելի թաղվեցինք ավանտյուրաների մախինացիաների ամբարո ստերի այն որ աչքիդ առաջ բռնում ես բացահայտում ես ասում են սուտ է ես միշտ փորձել եմ իմ վերլուծությունները տանել ճշտի հիմքով ինձ մեկ է եղել այդ ճշտից օգտվում անդիմությունը թե իշխանությունը թե ով բայց ամեն անգամ մարդիկ հայհոյում են երբ որ քո ճիշտը քո վերլուծության հիմնավոր հակասում է իր անձնական կամ թիմային շահերին այս տեսակ ժողովուրդը չունի ապագա այս տեսակ ժողովուրդը չի կարա ունենա սեփական պետություն նրան հեծնելու են այլ պետությունները խլելու են այդ թամբը որպես որ պետականություն է կոչվում եւ դառնալու ենք կրոնական մշակութային կամ չգիտեմ ազգային էթնիկ փոքրամասնություն այս կամ այն պետության կազմում կամ ինչ որ ինքնավարություն տարածքային էլի այս կամ այն պետության ստվերում Շնորհակալ եմ գալիս ենք այնտեղ որտեղից սկսեց այս հարցը ծագեց դուք ասեցիք լավ չի լինելու հիմա մենք ես ինչու խնդրեցի որ դուք սա պատմեք որովհետև ձեր այդ լավ չի լինելու ակունքը հենց նա է դուք ասում եք լավ չի լինելու եթե սխալվում եմ ինձ ուղում եք որովհետև չենք փոխել մեր մտածելակերպը չենք շտկել մեր քաղաքական տհասությունը նոր ասացիք եւ ընկնում ենք սրաներա մանիպուլյացիաների տակ դրա համար լավ չի լինելու այլ ոչ թե որովհետև պարզապես դատապարտված դուք այո մենք դատապարտված որ պահից մենք կարող ենք այդ գետի այդ հա հունը փոխել այդ մի քանի այնտեղ պարտադիր կետեր կան որ դրանով այդ պահից բան է փոխվում մեկը որ առաջին խնդիրները ներսում են Պրոբլեմ գիտակցել դա։ Սա շատ կարևոր արձանագրել, որ խնդիրները ներսում են։ Լավ։ Երկրորդ շատ կարևոր արձանագրել, որ խնդիրները համակարգային են։ Այսինքն համակարգերը, եթե ճիշտ են նախագծած, ամենաանպետքը, անազնիվը իրան ուզած-չուզած համակարգի մեջ պահում է ճիշտ։ Եթե համակարգերը վատ են նախագծված, այդ համակարգերից օրինակ ասեմ, պարլամենտը միապալատա թե երկպալատ, երկրի նախագահականա թե պարլամենտական, դա արդեն այնքան մեծ ահռելի տեղաշարժ է համակարգերի։ Հիմա դրա մասին չեմ խոսում, բայց եթե այդ մի հարցը կետը վերցնենք, ես այդ մի կետից այսպես հովհարի նման կբացեմ ամբողջ պետության աշխատանքը։ Կարևոր է, բայց դա այլ, այսինքն այդ կետը նշեցիք, որ ցանկացած այդպիսի կետ համակարգային բնույթի Ուրեմն առաջինը ասեք գիտակցել եկեք համակարգի նայեք ինչն է հետաքրքիր մեր ժողովուրդը չի սիրում հիերարխիա ասում է դու ով ես որ ինձ ասես նա ով է որ ինձ ասի բայց պետությունը հիերարխիա է նվիրապետություն հայերեն հիերարխիան թարգմանվում է նվիրապետություն նվիրապետական կարգը այսինքն հիերարխիան դա պետության հիմքն է գոյություն չունի պետություն որտեղ չեն ճանաչում մեծ եւ փոքր Եվ լավ պետություն, որտեղ ֆիքսված չի, որ խոսքը մեծին, ջուրը փոքրին։ Սա լավ պետության, պարզ, շատ պարզ։ Մեր ժողովուրդը հիերարխիան չի սիրում։ Դու ով ես, որ ինձ ասես։ Եթե նույնիսկ դու այսօրվա դրությամբ ջահելական, հա, մեծամասնության մեջ, եթե նույնիսկ դու ուսուցիչ ես, դու ով ես, որ ասես։ Դու ով ես, որ իմ երեխային նկատողություն անես, հասկանեք, այսինքն հիերարխիաների արհամարում Սա նշանակում է դեգրադացիա, սա նշանակում է քանդվում է ինչ համակարգ։ Համակարգի մեջ գրեթե միշտ պետք է լինի հիերարխիա եւ ամեն մակարդակում էլ հետերարխիկ հորիզոնական հարաբերություններ հակակշիռների ձևավորմամբ։ Օրինակ, պետության համար ամենավերևում, եթե դա իրավունքի գերակայությունն է, այդ երկրում իրավունքի ոչ թե օրենքի ուշադիր
Այդ դա համակարգային խնդիր է քո երկրում օրենքի գերակայությունն է, թե իրավունքի գերակայություն, որովհետև օրենքը կարա սխալ լինի, իսկ իրավունքը բնական է, ի սկզբանե է, Աստծուց է տված, ոնց ուզում եք ընդունեք, դա ի սկզբանե է, դա բնությունը հաղորդել է, ոնց որ երկու ձեռ ունենք, ճիշտ է, սխալ է, երկու ձեռ ունենք, էդ է 10 մատ ունենք, ճիշտ է, սխալ է, էդ է, այ իրավունքը այդ տեսակ բան է, օրենքը այսօր սենց կգրես, վաղը դրա ճիշտ հակառակը կգրես, այնպես որ լրիվ ուրիշ ձև կգրես, օրենքը այդպես, հա, եթե իրավունքի գերակայությունն հիերարխիայի վերևում կանգնած է սահմանադրությունը, որպես կարգ, ամենավերևում, բոլորը սահմանադրություն որպես ինստիտուտ, այդ ինստիտուտի ենթակայության տակ են, բոլոր նախատիր, յուրաքանչյուրը, այնուհետև գալիս է իշխանությունը, առնվազն 3 թևերով, որոնք ամեն մեկը մյուսից անկախ են մեխանիզմներով այդ թվում, գործադիր, օրենսդիր, դատական, Ցեցը որտեղ է մեզ մոտ։ Անգլիակ այս ամեն ինչը մեր մոտ սիրուն բառեր են։ Սիրուն բառ, ես երեք բան էի լսում սենատի քննարկումը, որտեղ սենատորը պաշտպանության նախարարին իրանց, այսպես կոչված, պաշտպանության նախարարին։ Հարցնում է, այսքան փող ես ուզում ես արտադրությունը անելու, այս հրթիռները բազան լրացնելու համար։ Ինչքան ժամանակում կլրացնեք այդ բազան։ Փողը հələ թողենք ասում են, քանի միլիարդ, 200 քանի միլիարդ դոլար փող են, ուզում տարբեր պրոյեկտների համար տարբեր։ Ինչքան ժամանակում էսի կանեք, ձեր պլանները ոնց է, ինքը այդ ժամանակի հետ ասում է, մի քան շատ մեծ ժամանակի մասին չի։ Ասում է կոնկրետ ինչքան ժամանակ, եթե դու հաշվել ես, ուրեմն դու պետք է թիվ ասես ժամանակի։ Ու ընթացիկ սենատորը այսքան իշխանություն ու պաշտպանության նախարարը դողում է դեմը նստած։ Նրա հարցերը պատասխանուց կմկմում է։ Սա իշխանությունների թևերի բաժանում է, օրենսդիրը նստած է, նա է փողը հաստատում։ Գործադիրը եկել է փող ուզելու, հետո փողը հենց ստացավ կգնա իր գործերը կան։ Այնտեղ հեղինակության գործոն կա։ Դա միայն հեղինակության գործոն։ Ինչ գործոններ են աշխատում։ Հեղինակությունը դա իշխանություն, ընդհանրապես իշխանությունը հեղինակությունն է։ Էսի մի հատ առանձին հարց է կա։ Այո։ Նայեք, ես հիմա Չէ, ես ուզում եմ ամենատակը տեսնեմ հիմքը որն է, որը այս ամեն ինչի վրա պետք է կառուցվի, չէ՞, հիմքը, որ հիմքի վրա պետք է կառուցվի։ Բարձրագույն մաթեմատիկան։ Եթե ամբողջը հեղինակազրկվում է մեզ մոտ։ Դուք ասում եք իրավունքի, օրենքի գերակայություն։ Դա առանձին պատմություն։ Ես գալիս եմ մինչև հիմքը։ Հեղինակազրկված համակարգը դա անիշխան համակարգ է, որտեղ իշխանությունը էֆեկտիվ աշխատում է բարձր հեղինակության դեպքում, հեղինակությունը չկա բռնության դեպքում։ Եթե դու բռնությունը արգելում ես, հեղինակություն էլ չունես, դա համակարգ չկա, այդ օրինակը որ դուք բերեցիք, սա հեղինակություն, այո, սա ձեր ասած հիերարխիան էր, պլյուս հեղինակության ճանաչում։ Տեսեք, առանձին համաձայն եմ, առանձին թեմաներ են։ Հիերարխիան երբ որ հաստատենք, մեծ ու փոքր երբ որ ճանաչենք, արդեն սկսում ենք համակարգերը հասկանալ։ Սկսում ենք համակարգերը ձևակերպել։ Աստիճաններն ենք որոշում եւ պետության մեջ ինչն է հետ հանրապետության մեջ ինչն է հետաքրքիրը, որ հիերարխիայի վերևում մեկը լինում է ոչ անձնավորված ինստիտուտ սահմանադրություն։ Սահմանադրությունը սա շատ ունիկալ բան է իրավական պետության տեսանկյունից։ Սահմանադրությունը մարդ չի որ կաշառես։ Դա հոգնել չունի, ինքը գրած է, բայց նենց է գրած, որ ամբողջ համակարգը ես ինչիով դրամ հիացած։ Միացյալ Նահանգների օրինակ 250 տարի այդ նույն սահմանադրությամբ իհարկե լրացումներ եղել են, բայց կմախքը, միջուկը, գիտեք ինչ իմաստն է։ Ամբողջ այդ հին սահմանադրությունը առանց պապրավկաների, առանց լրացումների։ Մի բանի մասն է, որ ծայրից ծայր կարդում ես կոնգրես, նախագահ, դատարաններ, նահանգների եւ այլն, որ կարդում ես, ասես ոնց մի նախադասությամբ ձևակերպեմ, այս ինչի մասին է այս սահմանադրությունը։ Հիերարխիայի մասին է։ Գրած է ով ումից հետո է։ Ամբողջ պատմությունը ու ինչքան ժամանակով։ Ով ումից հետո է, դեդլայնները, ինչքան ժամանակով։ Սահմանված ժամանակով։ Ու այդքանով ամփոփվում է ԱՄՆ սահմանադրությունը ժողովուրդ մենակ էտա հիերարխիա է գրած այնտեղ։ Մեզ մոտ մենք որ նույնիսկ մեր կառուցվածքի մեջ այնքան ցակուցրիվ է։ Լավ, էդի թողենք ժողովուրդը մեր մոտ հիերարխիա չի ճանաչում, չի հասկանում, որ պետությունը նախ հիերարխիա է, որտեղ արժանիներին ժամանակավորապես խիստ որոշակի լիազորություններով, այսինքն ոչ թե անսահման իշխանությամբ, խիստ որոշակի լիազորություններով, խիստ որոշակի ժամանակով դու պատվիրակում ես, ուղարկում ես հիերարխիայի վերնահարկեր, որտեղ ինքը այնտեղ գործեր ունի անելու։ Եվ այդ ամեն ինչի մեջ կա նաև խիստ հետերարխիկ հարաբերություններ, այսինքն
նախագահ օրինակ երկրի գլխավոր ղեկավարը կարա որոշի սահմանների հարցը, բայց չի կարա մարզպետին օրինակ կամ գյուղապետի օրինակ բերեմ, գյուղապետին գյուղի ներսում ասի, թե այս ստեղով պետք է գնա անցնի առուն, թե այնտեղով, դա որոշում են այդ գյուղի ժողովուրդը իրանց գյուղապետի հետ միասին, դա չի որոշումն է, այս էլ իշխանությունների բաշխումն է, լիազորությունների բաշխումն է, ու այս տեսակ կառուցվածքը, եթե մենք այսպես ներքևից վերև մի հատ գծենք, բայց դա քիչ է, եւ մի իշխանություն լինի, ընդամենը մի իշխանություն, մի սերունդ, 4-ից 8 տարի, մի իշխանություն լինի, որ դա գործարկի, այսինքն որպես օրինակ ցույց տա, հերիք է, որ երկիրը նորմալ աշխատի, բայց սրա համար, որը տհաս է, քաղաքական տհաս է, ընկնում է մանիպուլյացիաների տակ, բայց ոնց այդ երկուսը իրար հետ համադրենք, ոնց բերենք հասցնենք դրան, չէ, ոնց եւ ժողովրդին հասցնենք, կամ 30-50 տարի պետք է անընդհատ մեդիայով խոսենք եւ համ մենք հասունանանք, համ մեր լսարանը, այսպես ասած, ներողություն, եթե ինչ-որ մեկի վիրավորում եմ, համ մենք հասունանանք, համ մեր լսարանը, դա մի 30-50 տարի կքաշի, կամ պետք է լինի պատերազմ ու հեղափոխություն, որտեղ ով հաղթեց, նրա նմանել պետությունա լինելու, իսկ կենսունակությունը ցույց կտա ժամանակը։ Ծանր բան ասեցիք, 18 թիվը հիշեցի, 2018 թիվը։ Դա օրինաչափություն է, մենակ 18 թիվը չի։ Գնացեք պատմության խորքերը, դա օրինաչափություն է։ Երկիրը ձևակերպում են, ձևավորում են էլիտաները, նրանք դուրս են գալի ժողովրդի ծոցից, էլիտաները դառնում են իրանց երկրների եւ իրանց հասարակարգի հիմնադիր հայրերը, այդ հիմնադիր հայրերի կերտած կարգերը ինչքան կենսունակ են ժամանակի մեջ, այնքան այդ ժողովուրդները կրում են, ինչքան ոչ, իսկ այն ժողովուրդները, որոնք չունեն հիմնադիր հայրեր, ովքեր ինչ որ դիպվածով այսպես հայտնվել են, ասենք անկախություն են ձեռք բերել կամ չի, ինչ որ դիպվածով այդ ժողովուրդները քաղաքական որբեր են, որոնք դեգերում են, այստեղից այնտեղ, այնտեղից այնտեղ, անընդհատ սահմանադրություն են փոխում, անընդհատ օրենք են փոխում, զինանշան են փոխում, դրոշ են փոխում, ինչ ասես փոխում են, յանի ման են գալ, բայց դեգերում են, չունեն հիմնադիր հայրեր։ Իսկ նրանք ովքեր ունեն, բայց հիմնադիր հայրեր են անհեռատես, 30 տարի հետո հայտնվում են այս վիճակում, որում հայտնվել ենք։ Նորից վերադառնում եմ այդ ձևակերպմանը, լավ չի լինելու, ասում եք դուք, նորից ես շարունակում եմ։ Լավ չի լինելու, եթե այսպես մնաց, եւ եթե սա չփոխվեց, հիմա ինչ անել, առաջին այս իրավիճակում, այսօրվա, ասենք այսօր որոշել ենք, բոլորս հասկացել ենք, որ լավ չի լինելու, որովհետեւ այնինչ դուք պատմեցիք, բոլորը զգացին, գիտակցեցին, որ դա ճիշտ է։ Առաջին, ինչից սկսել այսօր այս իրավիճակում։ Բանալ հնչի, բայց դա գիտակցելուց է պետք սկսել։ Գիտեք ինչ, այդ գիտակցելու հետ կապված ներողություն, այդ գիտակցել դուք ասեցիք, դա հիշենք, բայց Փաշինյանն էլ իր հասկացածի եւ շահի հետ համեմատ է փորձում գիտակցության փոփոխություն կատարել, ճիշտ է այսօր։ Մենք բոլորս դրան ականատես ենք լինում։ Մենք բոլորս դրան արժանի ենք, ոչ թե ականատես ենք։ Բնությունը այդպեսի բան է, բնությունը տենց չի, որ որոշում է արդար, անարդար, խելացի հիմար։ Բնությունն ասում է, արա ինչ ես անում, ինչ ուզում ես արա։ Հեսա փորձությունը կգա ու կտեսնենք, դու կենսունակ ես թե ոչ։ Մենք արեցինք ու մենք կերանք մեր արարքների համար։ Մենք դրանից դասեր չենք քաղում։ Քիսինջերն ասես, շատ եմ ես խոսքը ասում։ Փոքր ժողովուրդները այդ արհավիրքներից հազվադեպ են դասեր քաղում, ել ավելի հազվադեպ ճիշտ հետևությունների գալիս։ Հիմա էսա։ Թիվ, որտեղ փոքր ժողովուրդը փորձառություն չունի։ Նա հպատակ է եղել տարբեր կայսրությունների մեջ, նա քաղաքական ինստիտուցիոնալ հիշողություն չունի։ Նրա ամենաուժեղ կազմակերպվածությունը հայերից դեպքում ասեմ, մեր եկեղեցին է։ Ամենաուժեղ կազմակերպվածությունը, որը ինչի մասին է, անզեն աղոթքներով այս կամ այն գերտերությունների հնարավորինս չնեղացնելու, հնարավորինս ավելի հնազանդ լինելու, կայսերը կայսրին տալով յոլա գնալու մասին է։ Ճիշտ է, ես ամենևին չեմ ուզում նսեմացնել, ազգապահպան գործը եկեղեցու, որ ամենևին նսեմացնելու չի։ Բայց եւ այնպես, պետությունը դա մի քիչ ավելին է, քան ուղղակի եկեղեցի։ Պետությունը մի քիչ ավելի բարդ, բազմաբաղադրիչ եւ մի քիչ ավելի ագրեսիվ բան է, մի քիչ ավելի ամբիցիոզ բան է, էլի գամ այդ բառին։ Ամբիցիոզ բան է։ Ոչ ամբիցիոզ ժողովուրդը պետություն չի ունենա։
Չենք ունենա ձեր ցավը տանեմ։ Եթե ձեր ամբիցիաները լրանում է ձեր Փարիսը բարձր լինի, երեխա տունը ավտո լինի, երեխան էլ ինստիտուտ սովորի ու սակվի մի հատ լավ աղջիկ առնի ու վերջ։ Դրա համար պետություն պետք չի։ Այդքան անելու համար ցանկացած նորմալ երկրում կարած գնաս ապրես, այդքան անես։ Պետություն պետք չի դրա համար։ Այստեղ երկու հարց ինձ մոտ, այսինքն մեկ հարց կա այսպես ոգու ուժ դաստիարակելը սկսած էպոսա հեքիաթ է դպրոցում օրինակներ են հերոսներ են իրանց օրինակներով եւ կա հակադիր գործընթաց կոտրել այդ ոգին Չէ, եկեք առաջինին անունը դնում եմ ես ջոկատավարական հայրենասիրություն, այդ ինչ որ նկարագրեցիք առաջինը էպոսը բանը, դա ջոկատավարական հայրենասիրություն, այդ քաղաքականություն չի, քաղաքական հասունություն չի, դա շատ լավ է, էթնիկ փոքրամասնություն լինելու կամ մշակութային փոքրամասնություն լինելու համար։ Դե որոշել եք Օսմանյան կայսրության մեջ կամ Ռուսաստանում, չգիտեմ, Ադրբեջանում լինել փոքրամասնություն մշակութային, ապա հենց էտա պետք է էպոսը դեսը դենը։ Այն մյուսն էլ եկել է այդի ակոտրում, հա, որովհետև դա այնօրի խանգարում է ինքնությունն է դա։ Բայց իհարկե այդ կոտրելը ընդհանրապես դա ինքնության դեմ հանցագործությունը կոչվում է ցեղասպանությունի դեմ։ Այն մյուսը Դուք ճիշտ որսացիք, ես ուր եմ տանում։ Այն մյուսը բանը ինքնությունը պահպանել։ Ինքնություն պահպանել դա չի նշանակում պետականորեն կազմակերպել։ Դա լրիվ ուրիշ բան է։ Պետականորեն կազմակերպելը դա պատկերացեք այդքանը դպրոցն է, պետականորեն կազմակերպելը արդեն կամ միջին մասնագիտական կամ արդեն հետ դպրոցական կրթությունն է, լուրջ շատ ամբիցիոզ բան է։ Ամեն ժողովուրդ չի որ դրան գնում է։ Ամեն նույնիսկ կարող քշենք հաշվենք դա ձեռել չի տալի։ Օրինակ եմ ասում։ Մեկ է բարձի որ այդ ինքնությունը էպոսը բանը շատ ավելի լավ կարելի է մեկ ու ինչ որ մեկի կազմում էտի անել։ Բայց ել եմ ասում, ամբիցիան ժողովրդի, հատկապես էլիտաների, որ իրանց միտեղից կանչում են, ասում են արի ասեն, այսի գնաս սենց կանես։ Ասում եմ կարող եմ մի հատ ավելի լավ տարբերակ առաջարկեմ։ Ասում ես դու ով ես որ вообще կարծիք հայտնես կամ տարբերակ առաջարկես։ Քեզ ասեն սենց կանես։ Գնա։ Այսի սրանից վիրավորվում է այդ առաջնորդը, գալիս է ժողովրդին հավաքում, ասում է սրանց հերն անցում, սենց չի լինելու։ Մենք պետք է մեր ուզածով անենք։ Ժողովուրդը կպնում է առաջնորդին անում են։ Օրինակ, ասենք բարձ մոդել։ Դրա մեջ պետք է ամբիցիա լինի, ինքնուրույնության։ Սովորաբար, օրինակ երեխաները 14, 13, 16 տարեկան, այդ ինքնուրույնության ամբիցիան մեջները զարթնում է ծնողների նկատմամբ։ Այդ իրանք փորձեք հիշել էլի այդ շրջանը։ Եթե այդ ամբիցիան ժողովրդի մեջ չկա, այլ պետությունների մեջ ունենալ սեփական պետությունը, ես չգիտեմ ժողովուրդ վարձով ապրելը որն է պետության տեսանկյունից էլի։ Մեն ժողովրդի շատ մաս ասում են, թանկ է նստում սեփական պետությունը, եկեք վարձով ապրեն։ Այս տարածաշրջանում։ Ու հիմա դրան են տանում էլի։ Հիմա տանում են նրան, որ մենք պետք է մեր հայրենիքում վարձով ապրենք։ Այդ հիմնական ուժերը չեմ ուզում իհարկե մատնանշեմ, բայց սա բոլոր դրա մասին դուք էլ այսօր ասացիք Փաշինյան եւ ասենք թե մեկ կամ երկուս անվանումները կարևոր չեն, պարզ է որ նման են իրար, երկու տարբերակն էլ վարձով են առաջարկում։ Ով արտաքին հովանավոր է ման գալիս, ով արտաքին հովանավորներով է պայմանավորվում մեր գոյությունն ու բարեկեցությունը, իրանք հա իհարկե վարձով չեն բայց բառը հովանավոր չեն ասում, ասում են երաշխիքներ, երաշխավոր։ Հա, հայերենը հարուստ լեզու է, ինչ լավ հոմանիշ ասեն, կարա գտնեք։ Մեկը խնդիրը ներսում է։ Որը մեկ երաշխավոր չէ, երկիրը ներսից է կայանում, դաշնակիցները կարևոր են։ Արտաքին հարաբերությունները կարևոր են, բայց պետք է մի հատ ներքինը ունենաս, որ դրա սահմանն էլ ունենաս, որ ասես արտաքինը որն է։ Ընդհանրապես կյանքը, այտենց համար կյանքի ձև չկա, կյանքը sense մի բան է, բջիջ է, օրգանիզմը։ Դա սահման է, հյուսվածք է, մեմբրան է, թաղանթ է, որի ներսում կա խտություն, դրսում էլ կա խտություն, ու դրանք իրարից տարբերվում են։ Ու դրսի ջերմությունը, խտությունը միշտ փորձում է այս ներսը յուրացնի, հավասարեցնի իրեն, դա մահն է։ Ներսինը պայքարում է այդ անհավասարությունը պահելու համար, դրսի եւ ներսի միջեւ։ Այսինքն համակարգը պետք է ունենա սահման, դրա ներս, այդ ներսից հետո նոր դուրս։ Երբ որ դուք անընդհատ դրսից եք որոշում, դուք մահվան քարոզիչներ եք։ Դա մահ է։ Դրսի ու ներսի հավասարություն է, որ Եվրամիությունը գա, մենք բոլորս Եվրամիության պես լինենք, օրինակ, միութենական պետությունը գա, սովետի պես, մենք բոլորս նրա պես լինենք, դա մահ է, դրսի ու ներսի հավասարությունը, նույնությունը, դա մահ է, հասկանում եք,
Հիմա դա բժշկությունից, կենսաբանությունից։ Հիմա եկանք հասարակագիտություն։ Հիմա այդ ներսը պիտի լինի, ներսի կառուցվածքը մենք պետքա որոշենք, հասկանանք, ոչ թե որոշենք, մենք այդքան չկանք, որ որոշենք։ Հայությունը այդքան չկա, որ հիմա որոշի, օրինակ, ինչ սահմանադրություն է իրան պետք։ Իր սահմանադրագետներով, իրավաբաններով, ես տեսեք, ես էլ հետները, նենց չի որ բան։ Մենք այդքան չկանք ժողովուրդ, որ մենք իմանանք ինչ պետություն ենք ուզում։ Մենք պետք է տեսակները ծանոթանանք։ Պատկերացրեք, ոնց ասեմ, ես ինչի վրա այդ օրինակը։ Մենք այդքան չկանք։ Մենք այդքան հասուն չենք մեր էլիտաներով եւ ես կարամ բանավեճում։ Ուստի ինչ պետք է անենք։ Պետք է սովորենք։ Պիտի սովորենք։ Հիմա մի նախագիծ ենք մենք որոշել անել, լավ կանենք հաճելի անակնկալ գտնի։ Այդ ուղղությամբ աշխատում ենք։ Այդ ուղղությամբ աշխատում ենք, ոնց անենք մեր ժողովրդին ցույց տանք, ոնց է լինում, ինչ տարբերակներ կան։ Այն սուպերմարկետը ոնց է որ մտնում ես մի գոնե մի 5 տարբերակ լինի, որ այս մարդը իմանա այդ ինչա։ Օրինակ ի սկզբանե որ մայոնեզը նոր էր եկել, շատերը գիտեին, որ դա կատնամթերք է, էլի, դե որ սպիտակ էր, որ կատնամթերք, բայց մայոնեզը ասենք ձույա եւ ձեթ էլի։ Ինքը ձու եւ ձեթ է, ինքը հեչ կատնամթերք չի։ Հիմա մեր ժողովուրդը հələ գիտի մայոնեզը, այսինքն պետությունը, կատնամթերք է։ Կատնամթերք չի դա այ մարդ։ Եկեղեցու պես բան է, դա եկեղեցի չի։ Դա ազգային ինքնություն է, չէ, դա էլ էթնոս է, դա էլ պետություն չի, այ մարդ։ Այն ինչ դուք գիտեք, պետությունը դրանք չի։ Պետությունը մի քիչ ավելի բարդ բան է, բարդ համակարգ է, որտեղ իշխանությունը ոչ թե եկել է ծառայի ժողովրդին, նա եկել է իշխի այդ ժողովրդին, դա իշխանություն է։ Եթե դուք որոշել եք, որնեք, ընտրեք մեկին, ով պետք է մեզ ծառայի, ուրեմն դուք Nokia-ր եք ընտրում։ Դուք ուրեմն ստրկամիտ, ծառայամիտ մեկին եք ընտրելու, որ գա մեզ ծառայի։ Իրան հարգող ղեկավարը, գիտեք ծառայի։ Նա իշխում է այ մարդ, նա չի ծառայում։ Նա ծառայեցնում է, նա հրամայում է ով ինչ ծառայում, որտեղ ինչ պետք է անի։ Ով է տեսե, նա եկել է որ մեզ ծառայի։ Այս մեր ամբիցիան էլի։ Ստեղից էլ լսել ենք, որ իշխանությունները պետք է ծառայեն ժողովրդին, բան։ Իշխանությունը պետք է ծառայի ժողովրդի բարեկեցությանը, հա։ Բայց այդ մարդը, որ ընդ նստած է, այսինքն այդ համակարգը, որ ստեղծել ենք ընդհանուր բարեկեցության համար, ընդհանուր շահերի պաշտպանության համար։ Դու վերջի վարիանտ, այդ ալֆան, այդ իշխանը, որ իրան գցում է մավան բերան, որ փրկի ավելի, ասեցի չէ, ջուրը փոքրին, խոսքը մեծին, ջուրը փոքրին։ Ահա նա այդ ալֆան, այդ իշխանությունը, ուզում եք գերիշխանություն ասեմ, դոմինանտը, չնայած չեմ սիրում դա, ավելի լավ է իշխանությունը, իշխանությունն ու գերակայությունը այդ իր ազդազոհությանը գնում նրան փրկելու համար, հա, բայց այդպես ինքը կառավարում է, այն մյուսներին էլ է ինքը որոշում, ով որտեղ պետք է ազդազոհության գնա, նույնիսկ դա որոշում։ Հիմա այս, օրինակ, սա պետության մասին եմ հիմա խոսում, իշխանության մասին եմ խոսում, մեր պատկերացումներն ինչպիսին են։ Դու գա մեզ ծառայի։ Ինձ ոնց է բժիշկն է, դու Հիպոկրատի երթին ես, դու պարտավոր ես։ Ասում եմ, ոչ մի ես քեզ պարտավոր չեմ։ Դու հաստատ պարտավոր ես ինձ առաջինը հարգել։ Որտեվ դու ես իմ դուրն եք։ Ընդհանրապես մենք պարտավոր ենք իրար հարգել, որտեվ մենք մարդ ենք։ Հա, դա առաջին։ Մենք պարտավոր ենք իրար հետ հարգալից լինել, եթե չենք էլ հարգում, հարգալից լինել։ Բայց երբ որ դու եկել ես իմ դուրը, ինձ ասում ես ցավում է, բուժի, դու պիտի ասես խնդրում եմ։ Եթե անգիտակից ես, ես չեմ սպասի, դու կասես խնդրում եմ, չես ասի, ես իմ գործը կանեմ։ Բայց եթե դու գիտակից ես, adekvat ես, դու պետք է այդքան շնորհք ունենաս, ասես բարև ձեզ։ Խնդրում եմ, կարող եք ես ինչ հարցը իմ մոտ լուծել։ Ինքնա չի ասում, խնդրում եմ։ Չէ, եթե ինքը ինադանգ է, որ չի ասում, ինքը մտածում որ դու պարտավոր ես, ինձ բացի իրան ուրիշ անելիք չկա, որտեղ չի կարելի գալ դիտավորյալ այլոց արժանապատվության հաշվին սեփական կարիքներն ու ցանկությունները բավարարել, չի կարելի, դա չի կարելի։ Մեր ժողովուրդն է, դու իշխանություն ես, դու պարտավոր ես, չէ, ժողովուրդ։ Այսի պաշտոնի կռիվը անում ասում է։ Քելքի աշեցեք։ Պատկերացրեք, պաշտոնի կռիվը անում։ Գիտեք, որտեղ այդ են տեսել։ Այդ են տեսել։ Ասենք իրանց թվում է իշխանության գործը դա չոբանություն է, որտեղ կատնումիսը մի քիչ շատ է, էլի։ Իրանց տենց է թվում։ Եվ դա մեծամասնություն, չգիտեմ, կամ էական ծանրակշիռ թիվ է մեր հանրության։ Որ չի ասում, որ բժիշկ տղերն անող խի եկենք, ի՞նչն է պակաս սրա։ Ինչ է, բժիշկ տղա է, էլի, net փախած բժիշկ էլ չի, որ մի 2-3 բժիշկից հարցնես, մեկը հաստատ ճանաչում է։ Էս չի եկի այ մարդ։ Ինչի է մտես թեմաների մեջ։ Հասկանում եք ոնց է։ Ու այդ տեսակ ազգը ինչ եք ուզում լինի։
լավ պետություն ունենա, չունենա։ Այդ տեսակ մտածող, ու այդպես են մտածում ոչ միայն ինչ որ մի հատ մարգինալացված ընդհանրենք համ, այդպես են մտածում կրթված, կյանքի փորձ անցած, այդպես են մտածում այնքան լուրջ մարդիկ, որ էլ չասած։ Իմ ասածը որ լավ չի լինելու, ահա սրա մասին է, ժողովուրդ այս խելքով վարիանտ չունեք։ Մի օրինակ բերեմ կենցաղային։ Պրոբկա է։ Դե գնում ենք ճանապարհը պրոբկա է։ Գնում ես մի 100, 200, 300 մետր պրոբկա է, ասում տենաս ինչ է, վթար է եղել։ Տենում եմ ասֆալտը այսքան քանդած է, գալիս են ասես տորմուզ են տալիս, 300 մետրանից պրոբկա են առաջացել, խցանում են առաջացել։ Անգեր կլինի մի քիչ, հա, ոչինչ, ավտոդ մի քիչ մի բան էլի, որ այդ պրոբկեն չառաջանա, որովհետև դու մտածում ես այդ պրոբկայի մասին։ Հասկանում ես, հասկացանք ավտոյի մասին ես մտածում, դու դանդաղ ես ուզում այդ մի ասֆալտ այդքան տեղն է, դանդաղ ես ուզում ասել, որ ավտոդ չվնասվի, բայց այդ քո ձեր ավտոների չվնասվելու խաթր 300 մետր արդեն պրոբկա է։ Հիմա ո՞րն է մեր ժողովրդի ընտրությունը։ Այդտեղ սեփական մեքենայի խաթր դանդաղ սենց անցնել, առաջացնելով 300 մետրանոց խցանում, երբ որ մեր հարևան երկրները սլանում են կողքով, թե այնուամենայնիվ մի քիչ նեղություն տալ իրեն եւ իր ավտոմեքենային, մի քիչ ոչինչ թող դղկա, չղկա մի բան էլ այնտեղ, բայց այդ խցանումը չառաջացնել այդ հարյուրավոր մարդկանց եւ ավտոմեքենաների համար։ Որն է լավ, որն է ընտրում մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդը ընտրել է իր ավտոն չփչացնի, այդ խցանումների մեջ գոյատևի։ Այդ անտրե, դրա համար ալամ աշխարհը լույսի արագությամբ ապագան վերցնում է ու զարգանում է, մենք այսպես անցյալի հովերով տարված հələ ուզում ենք մի բան անենք։ Այս մտածելակերպով բնությունը մեզ սրբելու է։ Ասելու է չէ, ձեր դուք հեչ չեք ուզում, էլի, դուք հեչ չեք ուզում ապրեք, դուք հեչ չեք ուզում պետություն ունենաք։ Այդ եմ ասում, որ լավ չի լինելու։ Բայց իրականում դուք ասում եք եւ միացել եք այս շարժմանը, կուսակցությանը բոլորին դեմ եմ, որպեսի այս ընտրություններին ժողովուրդը այո, սա այս փորձության հաղթահարումն է, բայց այն ինչից մենք խոսեցինք, սա տասնամյակների հարց է, որը ամեն օրը պետք է ապրել։ Ոչ թե նստենք 10 տարի սպասենք, տերակ եզա 10 տարի հետո քնենք զարթնենք լավ կլինի, չէ։ Տասնամյակների հարց է, որտեղ ամեն օրը ապրելով Ես միշտ այդ հրապարակի վրա եմ օրինակ բերում, հրապարակի այդ ինձ շատ է դուր գալի այդ հրապարակի ճարտարապետությունը, հանրապետության։ Ամեն քարը հաթաթ տաշած է։ Ամեն քարը։ Թվում ասում ես, ո՞նց էլի, այդ խոմեն ում ձեռով էլի։ Հաթաթ տաշած է։ Որ նայում ես այդ այնց էլ պետությունն է մեր ձևավորվելու։ Ամեն քարը, այսինքն ամեն քաղաքացին։ Մեր ամեն օրը պիտի ուզենք ամեն օրը պետք է ուզենք ունենալ այդ պետությունը, ինչպես դուք ասում եք։ Լսեք, բոլորը չեն ունենալու։ Ես եմ ուզում, հիմա ես խոսում եմ։ Ես գիտեմ լիքը մարդու ես խոսածս դուր է գալու։ Այսինքն երբ որ ասում եմ մենք այսպես ենք, մենք այնպես ենք, մենք լիքը մարդ ասել է ճիշտ ես ասում։ Այդ պահից ինքը արդեն այդպես չի հասկանում եք։ Որ պահին դու ընդունում ես բան դիագնոզը, եթե քեզ մեզ մեղադրում են, մեր դիագնոզն է անադեկվատություն։ Այդ է մեր դիագնոզը։ Հենց գիտակցեցիր այդ դիագնոզը, դու արդեն adekvat ես։ Ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայկ Մանասյանի հետ։ Բժիշկ Հայկ Մանասյանի, ով միացել է բոլորին դեմ եմ կուսակցությանը եւ փորձում է կուսակցության անդամ չեմ ես։ Չէ, ես ասում եմ, ներկայացուցիչ եք։ Ներկայացուցիչ եք, բայց համահիմնադիր եք, հիմնադիր ազատակարգ կուսակցությանը եւ միացել եք բոլորին դեմ եմ կուսակցությանը, ինչու այս ժամանակահատվածում, որովհետեւ ես փորձությունը հաղթարենք ու մեր ժողովրդին համոզենք լինել քաղաքականապես ավելի ակտիվ, տանը նստելու փոխարեն գնալ եւ իրենց ձայնը տալ կամ իրենց նախընտրած տեխնացուին կամ եթե ոչ ոքի չեն հավատում բոլորին դեմին այդ դեպքում հնարավոր է իշխանափոխություն թեև ես չեմ լինի այդտեղ իշխանության ղեկավար բայց հնարավոր է իշխանափոխություն հնարավոր է ոչ թե Նիկոլին գցել Սամվելին դնել ոչ կգա բալանսի կգա հավասարակշռության ու կսկսեն խոսել կսկսեն քննարկել ու ելի կշրջվեն դեպի ժողովրդի կողմ թե ժողովուրդն ինչ է ասում ոչ թե 5 տարի կասեն լավ, քվեարկեցիր վերջ, ցույց մնա, մենք լեգիտիմ ենք, ընտրված ենք, ոնց ասենք, տենց էլ լինելու է։ Եթե մենք կարողացանք հասնել նրան, որ նրանցից ոչ ոքը չլինի, կլինի հավասարակշռություն ու ժողովրդի դերը դե կմեծանա։ Գոնե այն ակտիվ օրվա ցավով ապրող քաղաքացիների։
Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, զրուցվարում էի ես Գայանե Ռաքելյանս։ Բարին ձեզ։